Ողջույն ընկերներ, նորից եկել եմ ձեզ հետ խոսելու, ձեզ հետ է նորից Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը, այսօրվա թեման Ռեալ Մադրիդն է եւ Ռեալ Մադրիդի երկրպագուներին համակ ուշադրությամբ հրավիրում եմ այս տեսանյութը դիտելու, որովհետեւ շատ բան կա ասելու, խնդիրները նոր չեն թիմում, խնդիրները վաղուց կան, բայց եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ սկզբից Բենֆիկա Ռեալ Մադրիդ խաղում, հետո ավելի գլոբալ քննարկենք ներկայիս Ռեալ Մադրիդի իրավիճակը։ Խաղը մեկնարկեց միանգամից Բենֆիկայի մեծ առավելությամբ, Բենֆիկան դաշ դուրս եկավ այնպես, ինչպես սպասվում էր, բայց գուցե Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները ու մարզիչը չէին սպասում, որ նման կերպ Բենֆիկան կխաղա, գուցե նրանք սպասում էին, որ նրանց մոտիվացիան լինելու է կյանքի գնով, բայց որ կարողանան դա նաև որակի վերածել, իմ կարծիքով թիմը ընդհանրապես չէր սպասում։ Սա այն եզակի դեպքերից էր, որ մի թիմը խաղում էր ապրել մեռնելու համար, իսկ մյուսը խաղում էր ուղղակի ինչ-որ հերթական խաղ, որտեղ նրանք մտածում էին, որ կարող են բախվել դժվարությունների, բայց ինչ լինի, մեկ է կհաղթեն։ Ահա այսպիսի մոտիվացիաներով։ Ռեալ Մադրիդին մեղադրում են այս խաղում ֆուտբոլիստների ոչ նվիրվածության մեջ, բայց ես այսպիսի խնդիր չեմ տեսնում, ուղղակի այստեղ կար այսպիսի մի բան, որը համաշխարհային ֆուտբոլում ու ընդհանրապես համաշխարհային սպորտում շատ կարևոր դետալ է, դու ինչքան էլ մոտիվացնես քո ֆուտբոլիստներին, ինչքան էլ փորձես ամեն խաղ ներկայացնել որպես եզրափակիչ, մեկ է կան հատուկ խաղեր, որտեղ քո մրցակիցը կարող է քեզնից ավելի շատ մոտիվացիա ունենալ եւ հոգեբանորեն բոլոր ֆուտբոլիստերին հասցնել, որ այս խաղը նույնքան կարեւոր էր, որքան Բենֆիկայի խաղացողների համար էր կարեւոր, շատ բարդ բան է։ Հասկանում եք, Բենֆիկան, եթե այս խաղում չհաղթեր, նրանք դուրս էին մնալու ընդհանրապես Չեմպիոնների լիգայից։ Նրանք արդեն ձախողվել են Պորտուգալիայի առաջնությունում, Պորտուգալիայի գավաթում, Պորտուգալիայի լիգայի գավաթում։ Եվ նրանց միակ հույսը եւ Ժոզեի միակ հույսը, որպեսզի փրկվի, այսպես ասած, նրա սեզոնը եւ նրա անունը, այս խաղում հաղթելն էր։ Իսկ Ռեալ Մադրիդի դեպքում Ռեալ Մադրիդը անգամ ամենավատ երազում չէր պատկերացնում, որ կարող է այս խաղում պարտությունը այնպիսի սցենարով ընթանալ, որի վերջո նրանք դուրս մնան 8-ից։ Նրանք հույս ունեին, որ ինչ է լինի, մեկ է նրանք 8-ում մնալու են, եւ նրանք մեն խաղի ընթացքում հասկացան, որ վերջին րոպեներին իդեպ հասկացան, որ դուրս են մնում 8-ից, որովհետև այնտեղ Սպորտինգը միայն խաղավերջում կարողացավ Ատլետիկ Բիլբաոին գոլ խփել եւ մտնել 8 ու Ռեալը այդ ժամանակ տեղափոխվեց 9-րդ հորիզոնական։ Քավլիցի ես չեմ ուզում արդարացնել Ռեալ Մադրիդի այս պարտությունը, բայց նշել, որ ֆուտբոլիստները չունեին մոտիվացիա, ֆուտբոլիստները չէին ցանկանում հաղթել, ֆուտբոլիստները նվիրվածության պակաս ունեն, ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ։ Սա այն առաջի կարծիքն է, որին ցանկանում եմ անդրադառնալ։ Իմ կարծիքով դա սխալ կարծիք է։ Ուղղակի մրցակից թիմի ֆուտբոլիստները ունեին ավելի շատ մոտիվացիա այս խաղի համար, քան Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Այսա ավելի ճիշտ դիտարկում է։ Առաջ խաղակեսը ամբողջությամբ անցավ Բենֆիկայի մեծ առավելությամբ, ստեղծում էին պահ-պահի հետևից եւ Տիբո Կուրտուան էր փրկում, իհարկե Ռեալը կարողացավ առաջինը գոլը խփել եւ երբ առաջինը գոլը խփեց Ռեալը, կար տպավորություն, որ գուցե հիմա Բենֆիկան արդեն մի քիչ վստահությունը կկորցնի իր ուժերի նկատմամբ, չի խաղա նույն տեմպով, ու Ռեալ Մադրիդը այս առիթից օգտվելով կկարողանա իր համար այս խաղում ցանկալի սցենար ունենալ։ Բայց ամեն ինչ շատ հակառակ դրսևորվեց, այնտեղ անձրևի գուցե պատճառով կամ չգիտեմ ինչի պատճառով հակագրոհելիս նորից բռնեցին Ռեալին, Ռաուլ Ասենսիոն 2 անգամ սայթակեց, ի վերջո գնդակը հասցրեցին իրենց հարձակվողին եւ հարձակվողը հաշիվը դարձրեց 1-1, Կուրտուան արդեն փրկել անկարող էր։ Դրանից հետո ավելի ոգևորվեց Բենֆիկան, իսկ Ռեալը չէր հասկանում, թե ինչ էր կատարվում ընդհանրապես առաջ խաղակեսում, որովհետև խաղը չէր ստացվում ոչ մի կերպ, թիմը չէր կարողանում անհրաժեշտաբար գնդակը փոխանցել եզրեր, իսկ երբ փոխանցում էր եզրային հարձակվողներին ուղղակի ուտում էին, քանի որ Ֆրանկո Մասնատոնոն ամբողջովին ձախողում էր խաղը ու նրա դեմ պաշտպանվելը շատ հեշտ էր, որպեսզի հասկանաք, թե ինչքան վատ էր Ֆրանկո Մասնատոնոյի մոտ խաղը, ուղղակի դիտեք այս խաղում, թե ինչպես էր նա գնդակ կասեցնում։ Այո, նա խնդիր ունի առաջին կասեցման հետ, պլյուս այս ամենին թաց խոտածածկ, նա անընդհատ առաջ էր թողնում եւ կորցնում էր։ Ինչը նա լավ էր անում վերջի խաղերում, այս խաղում նրա մոտ ընդհանրապես չէր ստացվում։ Նա անընդհատ կորցնում էր գնդակը, իսկ նրա երկրորդ թուրքոմը դա անցման խիզախությունն է եւ ճիշտ բանին անցման գնալը։
Նա սա էլ չէր կարողանում անել այս խաղում, անընդհատ իր գլխին հավաքում էր երկու հոգի, որովհետև ճիշտ բան չէր գնում անցման եւ կորցնում էր։ Վինիսիուսի դեպքում Վինիսիուսին ուղակի փակել էին 2-3 պաշտպանով, այնտեղ ընդհանրապես տարածություն չէին տալիս։ Վինիսիուսի թիմակիցները չէին առաջարկում իրենց, որպեսզի Վինիսիուսը փոխանցում կատարեր, նույն Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի այսպես ասած խաղային ընկալումները մի քիչ շատ են տարբերվում, նրանք շատ դեպքերում չեն գտնում իրար դաշտում եւ այս խաղում էլ նրանք չէին գտնում իրար, իսկ ստիպված գնում էին ինչ-որ անցման փորձերի, որոնք ուղղակի ամեն ձև փակվում էին, ոչ մի կերպ Բենֆիկան թույլ չէր տալիս այդ եզրային անցումները, որտեղ հիասքանչ էին ուսումնասիրել Ռեալ Մադրիդին։ Բացի դրանից եւս մեկ շատ հիասքանչ փած Ժոզե Մորինյոյի այսօրվա երեկվա ավելի ճիշտ խաղի աշխատանքի հետ կապված նա կարողացել էր անել այնպիսի մի բան, որ Ռեալի վերջին մրցակիցները փորձել էին, բայց չէր ստացվել, քանի որ Ռեալ Մադրիդի կիսապաշտպանությունը ամենախոցելի դիրքերից մեկն է այս պահին, այնտեղ չկան, այսպես ասած, շատ ունիվերսալ խաղարկող կիսապաշտպաններ, այդ խնդիրի մասին մենք արդեն 2 տարի բարձրաձայնում ենք, ու Ռեալի կիսապաշտպանները շատ դեպքերում գնդակը կասեցնելիս մարմնի ճիշտ աշխատանք չեն կատարում, շատ դեպքերում այնպես է լինում, որ Ռեալի ֆուտբոլիստները ուղղակի արագ կորցնում են։ Եվ այդ այն երկու կետի վրա, այն երկու ֆուտբոլիստների, որոնք պետք է գնդակը ստանային ու խաղարկեին, շատ մեծ ճնշում էր գործադրում Բենֆիկան, Արդա Գյուլերի եւ Չուամենիի։ Չուամենին էլ տոտալ այս խաղում ձախողվեց, իրեն ընդհանրապես նման չէր։ Հենց դրվագներից սկզբում Արդա Գյուլերի սխալ, այսպես ասած, փոխանցումից հետո Չուամենին ստիպված դեղին քարտ ստացավ եւ արդեն սկսեց այդ քաոսը։ Կիսապաշտպանության կենտրոնի երկու ֆուտբոլիստները ամեն ձև փակվում էին, չէին կարողանում դաշտի կենտրոնում խաղը կառուցել, իսկ երբ որ փորձում էին ինչ-որ բան անել, մրցակիցը միջին բլոկով փակվում էր սեփական կիսադաշտում, շատ լավ պաշտպանվում էր եւ եզրերով պատռում էր Ռեալ Մադրիդից։ Ռեալի եզրայիններից Կարերասը, որը Բենֆիկայից էր եկել Ռեալ Մադրիդ, այնքան մեծ մոտիվացիա ուներ այս խաղում խաղալու, որ ամբողջությամբ վառվել էր ու տոտալ ձախողեց ամբողջ հանդիպումը։ Ձախողեց բոլոր ասպեկտներում, ընդհանրապես խայտառակ վատ խաղ ցուցադրեց, ավելի վատ խաղ, քան Ատլետիկո Մադրիդի հետ իմ կարծիքով։ Եվ այսպիսի պայերին, երբ որ թիմում կան հստակ մի քանի ֆուտբոլիստներ, որ գլոբալ շատ վատ են խաղում, այնտեղ այո Մբապեն գոլ խփեց, բայց նրա բոլոր անցումները չէին ստացվում, Վինիսիուսի խաղը չէր ստացվում, նրա ոչ մի անցում չէր ստացվում, փոխանցումները չէին ստացվում, պրեսինգ գործողությունները չէին ստացվում, որովհետև պրեսինգի համարյա հնարավորություն չկար։ Բենֆիկան գնդակը ուղղակի տալիս էր Ռեալ Մադրիդին, միջին բլոկով դասավորվում էր, Ռեալին ասում էր գրոհեր, երբ որ Ռեալը գնդակը կորցնում էր, նրանք ուղղակի հակագրոհում էին։ Այսինքն 90% դեպքում Բենֆիկան հակագրոհում էր եւ դիրքային գրոհներ շատ քիչ էին լինում։ Իսկ նրանք հստակ խփում էին Ռեալ Մադրիդի այն բոլոր ուժեղ կողմերին, որոնք վերջի խաղերում մենք տեսել էինք։ Իհարկե Ռեալ Մադրիդի խնդիրները ակնհայտ էին, որ լինելու են, կոնկրետ ոչ այս խաղի հետ կապված, այլ ընդհանրապես սեզոնի հետ կապված, որովհետև մենք հստակ հասկանում ենք, որ չի կարող մի անգամից ամեն ինչ լուծվել։ Թիմը կատարել է սխալ սելեկցիոն աշխատանք, որի մասին մենք 1000 անգամ խոսել ենք։ Թիմում կան դերակատարման բաշխումների խնդիրներ, որոնք արդեն ինչ-որ չափով Արբելոյան լուծել է այս մի քանի խաղերի ընթացքում, բայց այդ նույն ֆուտբոլիստները շատ խաղերում կարող են բարդությունները իրենց առաջ լինել, ստացվի ինչ-որ մեկի խաղը ու թիմը դրանից շատ կտուժվի։ Իսկ այս խաղում համապատասխանաբար 3-4 ֆուտբոլիստի մոտ խաղը ուղղակի տոտալ ձախողվեց, եւ այդ տոտալ ձախողման պատճառով էլ թիմը ունեցավ շատ լուրջ խնդիրներ։ Ուղղակի այստեղ ցավը այն է, որ առաջի խաղակեսի այսքան տոտալ ձախողումներից հետո խաղավերջում էլ ստացան 11 մետրանոց, մի 11 մետրանոց, որը անկեղծ կլինեմ, ես չեմ կարող ասել, որ դա 11 մետրանոց չի, դա մրցավարի հայեցողության վրա էր, շատ մրցավարներ դա կնշանակեին, շատ մրցավարներ դա չէին նշանակի։ Եվ եթե մրցավարը որոշեց այդ դրվագում նշանակել 11 մետրանոց, ես չեմ կարող ասել, որ նա սխալ է արել, նա իմ կարծիքով վարվել է այնպես, ինչպես ցանկացել։ Այդ բանին նա իրավունք ուներ դա համարել խախտում, նա համարել է խախտում։ Դերևս նորից եմ կրկնում, այդ դրվագում շատ մրցավարներ խախտում չէին նկատի, ու ընդհանրապես կար տպավորություն, որ մրցավարը անընդհատ ուզում է 11 մետրանոց նշանակել։ Առաջ խաղակեսում եւս մեկ դրվագ եղավ, երբ որ Ջուդ Բոլինգհեմը ակնհայտ գնդակին խաղաց, բայց մրցավարը նշանակեց 11 մետրանոց, հետո վառով այդ 11 մետրանոցը հանեց, նրանք կանչեցին եւ ասացին, որ այնտեղ ընդհանրապես խախտում չկար։ Այսինքն չգիտեմ, կար այդպիսի ինչ-որ մի բան։ Շատ շուտ էր, անհասկանալի էր գործում մրցավարը ընդհանրապես խաղային շատ ասպեկտներում, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում Ռեալ Մադրիդի վատ խաղը, որտեղ Բենֆիկան խաղային առումով ամբողջովին գերազանցում էր Ռեալ Մադրիդին։ Զուտ պետք է նշեմ, որ մրցավարության
ֆակտորն էլ շատ դեպքերում խանգարում էր երկու թիմերին, որտեղ շատ դեպքերում, երբ որ մրցավարը պետք է դեղին քարտ ցուցադրել, չէր ցուցադրում, շատ դեպքերում, որ չպետք է ցուցադրել, ցուցադրում էր, շատ դեպքերում կոպիտ խախտումներին ընդհանրապես արձագանք չէր տալիս, շատ դեպքերում մանր խախտումներին տալիս էր չոր արձագանք։ Այսինքն շատ անհասկանալի էր գործում մրցավարը այսպիսի պայմաններում։ Եվ եղավ 11 մետրանոցը Բենֆիկան խփեց հանդերձանից առաջ գոլ եւ 2-1 հաշվով երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն հաղթողի կարգավիճակով մտան դաշտ։ Երկրորդ խաղակեսում իհարկե մի քիչ պատկերը փոխվեց, որովհետև Ռեալ Մադրիդը համեմատաբար սկսեց ավելի լավ խաղալ, դա ցույց է տալիս նաև վիճակագրությունը, կարող եք նայել առաջի խաղակեսի XG-ին, գնդակի տիրապետումը Ռեալի եւ Բենֆիկայի եւ երկրորդ խաղակեսի, դրանք հստակ ձեզ ցույց կտան, որ պատկերը փոխվել էր ու այնպես չէր, որ Բենֆիկան արդեն ուներ տոտալ առավելություն, Ռեալը համեմատաբար ավելի լավ էր խաղում, բայց ելի բաց թողեցին գոլ, որը ընդհանրապես պետք է բաց չթողնեին։ Հարցակման գնալիս այնտեղ Վինիսիուսի նկատմամբ իմ կարծիքով կար կանոնների խախտում, թերևս մրցավարը դա չնկատեց, բայց դա չի արդարացնում Ռեալ Մադրիդին, որտեղ դրանից հետո թիմը ձախողվեց եւ կիսապաշտպանությունում եւ պաշտպանությունում եւ Տիբո Կուրտուան ձախողվեց, այսինքն շարքով 3-4 սխալ կատարվեց, դրա համար այդտեղ ամեն ինչ բարթել, որ այնտեղ գուցե խախտում կար, բայց մրցավարը չնկատեց, իհարկե չի կարելի։ Եղավ երրորդ գոլը, որը իմ կարծիքով Կուրտուան պետք է փրկեր, այդ մոտակա անկյուն հարվածը, նա պարտավոր էր իմ կարծիքով փրկել, բայց չփրկեց։ Հաշիվը դարձավ 3-1, Ռեալ Մադրիդը այստեղ արդեն թվաց, թե պետք է ինչ-որ մի բան կատարվի։ Հիմա թիմը կամ պետք է արձագանքի, կամ ընկնի խուճապի մեջ։ Որքան էլ զարմանալի էր այդ պահին, Ռեալը հենց այդ պահին խուճապի մեջ չընկավ։ Ռեալ Մադրիդը խուճապի մեջ ընկավ ավելի ուշ։ Ինչը իրեն շատ ցավալի կետ է, որովհետև Ալոնսոյի օրոք Ռեալ Մադրիդը միշտ ընկնում էր խուճապի մեջ, անգամ 1 գոլ բաց թողերից, երբ որ թիմը հաղթում էր։ Իսկ Արբելոյի օրոք վերջի խաղերում մենք չենք նկատում այդ խուճապը ոչ մի դեպքում, անգամ Ալբասետեի հետ այդ ձախողված պարտության խաղում չկար թիմի մոտ խուճապ, երբ թիմը պարտվում էր 2 անգամ հաշվում էր, որի վերջում էլ արդեն տեսականորեն ժամանակ չկար խաղը փրկելու։ Այնտեղ իհարկե շատ խնդիրներ կային, բայց զուտ այդ հոգեբանական այդ ֆակտորը թիմի քաոսի մեջ հայտնվել է, այսպես ասած, նյարդային իրավիճակում հայտնվել է, մենք չէինք տեսել այս վերջին խաղերում։ Թիմը եթե անգամ դժվարությունների էր բախվում, չէր հայտնվում այդ քաոսիկ կոլապսի մեջ, որում հայտնվեց երկրորդ գոլը Ռեալը խփելուց հետո։ Այս է հենց զարմանալին ու զավեշտը։ Ռեալը լավ արձագանքեց 3-1-ից հետո, հաշիվը դարձրեց 3-2 եւ թվաց, թե հիմա ինչ-որ բաներ պետք է փոխվեն, բայց ոչ մի բան չփոխվեց։ Ու սա մեղավորներից մեկը նաեւ Ալվարո Արբելոան է, որովհետեւ նա ճիշտ փոխարինումներ ընդհանրապես չկատարեց այս խաղում։ Այնպես ստացվեց, որ Ալվարո Արբելոան Ցախողեց իր փոխարինումները այս խաղում եւ առաջի խաղակից հետո ակնհայտ արդեն հասունանում էր Կարերասի եւ Չուամենիի փոխարինումները, բայց նա չկատարեց այդ փոխարինումները։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ակնհայտ էր Ֆրանկո Մաստանտոնայի նաեւ փոխարինումը, որը տեղի չունեցավ։ Ի վերջո Ռոդրիգոն ուշ մտավ, բայց մտավ 3-1-ի ժամանակ միան եւ հաշիվը դարձրեց, օգնեց այդ 3-2-ի գոլի դրվագում։ Եվ հետո եւս մեկ անհասկանալի փոխարինում 3-2-ի ժամանակ խաղադաշտը լքում է Արդա Գյուլերը եւ խաղադաշտը դուրս գալիս Սեստերոն։ Այնտեղ նաեւ Հոյսենին է փոխարինում եւ Ալաբային է մտցնում, որը իմ համար եւս անհասկանալի էր։ Այո, Հոյսենը լավ խաղ չէր անցկացնում, բայց երկու այն ֆուտբոլիստներին, որոնք կրեատիվ են տալիս ու խաղ են կառուցում, Մարզիչը հեռացնում է եւ մտցնում է, այսպես ասած, ֆիզիկապես խայտառակ իրավիճակում գտնվող Ալաբային, իսկ Բենֆիկան այս խաղում առանձնապես ֆիզիկական պայքարներում եւ մենապայքարներում էր հաղթում Ռեալին։ Եվ երիտասարդ Սեստերոին, որ այսպիսի խաղի համար նա ընդհանրապես պատրաստ չի։ Նա անգամ Ալբասետեի հետ խաղում էր, որ թիմը ծանր վիճակում էր եւ դաշտ մտավ, նա անգամ այդ խաղին պատրաստ չէր ու հիմա այս ֆուտբոլիստը մտնում է Բենֆիկայի հետ դաշտ։ Սա խայտառակ, տոտալ խայտառակ փոխարինումներ էր Ալվարո Արբելոյի կողմից։ Ես եկի չեմ ուզում ամեն ինչ բարթել Ալվարո Արբելոյի վրա, որտեղ ֆուտբոլիստներն էլ կրում են շատ մեծ պատասխանատվություն այս խաղի համար, որտեղ որոշ ֆուտբոլիստներ իրենց մակարդակից ցածր հանդես եկան, բայց Մարզիչը հենց այսպիսի պահերին է, որպեսզի կարողանա ճիշտ միջամտություններով օգնել թիմին։ Մինչև այս խաղը Արբելոյանը շատ ճիշտ միջամտություններով, շատ ճիշտ ասուլիսներով ամեն ինչ լավ էր անում, բայց այս խաղում նրա փոխարինումները մեկը մեկից ուշացավ, մեկը մեկից ձախողվեց։ Օրինակ Լևանտեի հետ խաղում առաջ խաղակեսում բարդ կազմեր ընտրելու բարդ տակտիկա չստացվեց, երկրորդ խաղակեսի հենց սկզբում արագ փոխարինումներ կատարեց հենց երկրորդ խաղակեսի սկզբից ու խաղը փոխեց։ Նույն Վիլյարեալի հետ խաղում նա ճիշտ պահին կատարեց փոխարինումներ, թիմը կարողացավ խփել երկրորդ գոլը։ Այնտեղ Մոնակոյի հետ խաղում թիմը արդեն ամենասկզբից լավ էր խաղում, բայց բոլոր փոխարինումներից հետո թիմը ավելի լավ էր սկսում խաղալ։ Այսինքն
բոլոր խաղերում նա ինչքան եկել է Արբասետեի խաղը չհաշված, նա ճիշտ փոխարինումներ էր կատարել, բայց այս խաղին նա ձախողվեց փոխարինումների առումով ակնհայտորեն։ Իմ համար անհասկանալի է Դանի Սեբալյոսի դաշ դուրս չգալը, որը վերջին 3 խաղերում անընդհատ դուրս էր գալիս, իսկ Ռեալը հստակ կենտրոնում էր պետք ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանային խաղ կառուցել, որովհետև Ռեալ Մադրիդի ամբողջ ներուժը այդ խաղում եւ միտքը Արդա Գյուլերի փոխարինումից հետո հետեւյալն էր. կամ տալ Կիլիան Մբապեին, կամ Վինիսիուսին, կամ Ջուդ Բելինգեմին, եւ նրանք պետք է շրջանցեն բոլորին եւ խփեն գոլ։ Իսկ դա անհնար է։ Դա անհնար է, ընկերներ։ Դա կարող է լինել մեկ անգամ, չգիտեմ, Պայթը տրակի 2 անգամ տարվա ընթացքում, որ մի ֆուտբոլիստը գնդակը վերցնի ամբողջ դաշտին շրջանցի, բայց Ռեալը հստակ դաշտի կենտրոնը ամբողջությամբ Արբելոան իր փոխարինումներով դատարկեց, ու Ռեալ Մադրիդը հայտնվեց մի այնպիսի իրավիճակում, որ թիմը չգիտեր ինչպես գրոհել։ Ուղղակի ասում էին՝ մի ձև հասցրեք Վինիսիուսին, Մբապեին ու Բելինգեմին, թող նրանք ամբողջ դաշտին շրջանցեն։ Իսկ դա այդպես չի գործում։ Ոչ ստացվում էին Բելինգեմի անցումները, ոչ Վինիսիուսի անցումները, ոչ էլ Կիլիան Մբապեի։ Նրանք անընդհատ կորցնում էին գնդակներ ու Բենֆիկան անընդհատ նետվում էր հակագրողների։ Իհարկե այդ հակագրողները շատ մեծ սրությամբ աշկի չէին ընկնում, այնտեղ մեկը երկուսը որտես մի քիչ վտանգավոր եղան, բայց ակնհայտ էր, որ փոխարինների տեսանկյունից նա ձախողվեց։ Սեբալյոսի չփոխարինան չմտնելը իմ համար զարմանալի էր այն տեսանկյունից, որ միշտ նա մտել էր ու նա կարող էր դաշտի կենտրոնում առավելություն ստեղծել։ Եթե խաղադաշտ մտնում է Ալաբան, ապա ինչի՞ չի մտնում Կարվախալը, որը կարող է եզրային պաշտպանի դիրքում խաղալ եւ Ֆեդե Վալվերդեին բերել կենտրոն եւ կիսապաշտպանությունը ուժեղացնել, որտեղ այդ խաղում շատ կարեւոր է կիսապաշտպանությունում ունենալ այն ֆուտբոլիստերին, որոնք հանգիստ կստանային գնդակը ու կտեղաշարժվեին առաջ, իսկ դա Ռեալ Մադրիդը չուներ այս խաղում։ Այսինքն Արբելոան իր փոխարինումներով ուղղակի, չգիտեմ, անհասկանալիորեն ավելի թույլատրեց թիմը, ձախողեց ամբողջությամբ։ Ռեալի ֆուտբոլիստներն էլ ձախողեցին իրենց տեսանկյունից եւ խաղավերջում եղավ մի դրվագ, որտեղ եղավ այդ ուգանային հարվածը, որտեղ իդեպ խախտում չկար, ակնհայտ խախտում չկար Ջուդ Բելինգեմը խաղաց գնդակին, բայց իհարկե Քավլիցի դա կարևոր չի, ես ուրախ եմ, որ Բենֆիկան խփեց 4-րդ գոլը, որտեղ Բենֆիկան եւ Ժոզե Մուրինյոն արժանի էին դուրս գալ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյոֆ։ Բայց այդ դրվագում չկար խախտում, դա ֆիքսենք, այնտեղ մի դրվագ է շրջանառվում, որ Ռեալի երկու ֆուտբոլիստներ Վինիսիուսն ու Մբապեն չեն գնացել Տուգանային հրապարակ պաշտպանվելու եւ 9 հոգով էին նշանը, հիշեցնեմ, որ Ռաուլ Ասենսիոն абսուրդ կարմիր քարտ ստացավ, հետո Ռոդրիգոն խոսալու համար 2 անգամ անիմաստ անհասկանալի կարմիր քարտեր ստացավ եւ նոր անդրադառնամ այս դրվագին։ Այս դրվագում եղավ փոխանցում Տրուբինը գոլ խփեց, այո, այդ ամբողջ քաոսը ավելի քաոտիկ դարձավ, ավելի ողբերգական դարձավ, ավելի ցավալի դարձավ Ռեալ Մադրիդի համար ու այդ չգիտեմ, այդ նյարդը, այդ ամեն ինչը շատ վատ է արտահայտվում։ Այդ երկու կարմիր քարտերը միայն այդ դրա մասին են խոսում, թիմը չգիտի թե ինչպես պարտվել։ Թիմը մոռացել է թե ինչպես պարտվել։ Թիմը դուրս է գալիս հունից, թիմը անում է այնպիսի բաներ, որ պետք է չանի։ Սա է Ռեալի գլոբալ խնդիրներից մեկը, նաև որը Ալոնսոից հետո թվում էր թե ինչ որ չափով կարծես թե կարգավորման ճանապարհին է, բայց այս խաղը ցույց տվեց, որ այդ խնդրի կարգավորման համար դեռևս շատ ժամանակ է պետք։ Եվ նորից անդրադառնանք այն դրվագին, մոռացա ասել, այդ դրվագում եղավ Տրուբինի գոլը եւ մամուլում շատ տարբեր այտենց փորձագետներ, վերլուծաբաններ բան ասում են ինչի են Վինիսիուսը ու Մբապեն չէին պաշտպանվում այդ դրվագում։ Ասեմ թե ինչու չէին պաշտպանվում, ինձ թվում է դա ակնհայտ է, ես զարմանում եմ, որ հիմա սրա մասին խոսում եմ, բայց փաստ է, որ այնքան մարդու մոտ տեսա դա գրած, որ ստիպված եմ այս հարցին եւս պատասխանել։ Թիմը պարտվում էր 3-2 հաշվով, կար այդ գրոյից հետո վերջին գրոյի շատ փոքրիկ շանս, որը կարող էր վերածվել գոլի եւ թիմը ոչ ոքի դեպքում դուրս էր գալիս արդեն մի անգամից 1-ից 8, այսինքն ոչ անցումային փլեյոֆ, այլ փլեյոֆ Չեմպիոնների լիգայի, ու այդ ժամանակահատվածում երկու ֆուտբոլիստի պարզապես թողնում է առաջ, գնում է Վաբան Կարբելոան, գնում է ռիսկի, որտեղ ընդհանրապես էական չէ կպարտավի 3-2 թե 4-2, այստեղ ամենակարևորն այն է, եթե այդ պահին կարողանան իրեն գնդակը հեռացնել, Վինիսիուս ու Մբապեն երկուսը երկուսի դեմ են մնալու առանց դարպասապայի, ու դա շատ մեծ հավակնությամբ կարող է լինել գոլ եւ հաշիվը դառնալ 3-3։ Սա պարզ տրամաբանություն է, ես անկեղծ չեմ հասկանում, թե ինչի մարդիկ սա չեն հասկացել եւ ինչի են ուզում ամեն ձև այդ կեղտը, ամեն ձև շպրտել Ռեալի աստղերի վրա, նույն Վինիսիուսի Մբապեի ու ասել, այս ֆուտբոլիստները ուղղակի չեն ուզում պաշտպանվել, այս ֆուտբոլիստները չեն ուզում էս անեն, չեն ուզում այն անեն, ուղղակի դա հստակ առաջադրանք էր, ակնհայտ, որ այդ ֆուտբոլիստները այդ պահին պետք չէին պաշտպանությունում, այդքան բան, որտեղ նորից եմ կրկնում, ընդհանրապես էական չէ, Ռեալը կպարտվել 3-2 հաշվով թե 4-2 հաշվով։ Այդ պահին ուղղակի պետք էր ինչ-որ մի ձև հեռացնել գնդակը, հասցնել այդ երկու ֆուտբոլիստերին ու մեծ հավակնությամբ դա կարող էր լինել գոլ, եւ Ռեալը կփրկվեր ու կլիներ փլեյոֆում։
Ես անկեղծ որ ասեմ շատ ուրախ եմ որ Ռեալը խաղալու է երկու ավել խաղ փետրվարի կստեմ, բայց որ ասեմ տխրել եմ դրա հետ կապված շատ եւս կստեմ, որովհետեւ իմ կարծիքով սա պետք է Ռեալ Մադրիդին։ Այո, իհարկե լավ կլիներ որ փետրվար ամսին Ռեալը խաղար 4 խաղ 6 խաղի փոխարեն, բայց ինչի է սա կարևոր։ Ռեալին պետք է հիմա հավաքվել ու ժամանակ, որպեսզի նրանք լուծեն իրենց խնդիրները։ Իսկ խնդիրները սովորաբար լուծվում են ոչ թե այն ժամանակ, երբ որ դու չես խաղում, այլ լուծում են այն ժամանակ, երբ որ դու ռիթմի մեջ ես ու խաղում ես։ Էնպես է ստացվել, որ անցումային փլեյոֆում Ռեալը ստանալու է կամ Բուդո Գլիմպտին կամ Բենֆիկային։ Եթե Ռեալ Մադրիդը խաղա նորմալ մակարդակի ֆուտբոլ եւ արդեն մոտիվացիոն առումով լրիվ ուրիշ պատկեր է լինելու, որտեղ եթե դու պարտվում ես ամբողջությամբ դուրս ես մնում Չեմպիոնների լիգայից, ես կարծում եմ երկու մրցակիցներն էլ անցումային մրցակիցներն։ Եթե այս մրցակիցներին էլ պետք է չանցնի Ռեալ Մադրիդը, ուրեմն Ռեալ Մադրիդի սեզոնը կարող ենք համարել ամբողջովին փակված։ Եվ դա նորմալ է, եթե Ռեալի սեզոնը փակվի, որովհետև ես շատ անգամներ եմ խոսել, որ հիմա մենք անցումային շրջանում ենք։ Ինչի է պետք է հեռացնել Չաբի Ալոնսոյին, որտեղ նշում են, ինչի հեռացնենք Չաբի Ալոնսոյին։ Հեռացրեցինք, որ այդ խնդիրներից գոնե մեկը պակասի, որտեղ թիմը ուներ սելեկցիոն խնդիր, թիմը ուներ ֆիզիկական պատրաստվածության խնդիր, թիմը ուներ հանդերձարանի խնդիր, մենք գոնե հեռացրեցինք Ալոնսոյին, որ հանդերձարանի խնդիրը լուծվի։ Դու չես կարող ամբողջ թիմին հեռացնել, դու պետք է հեռացնես մարշին։ Դա ֆուտբոլում բնական բան է։ Երբ որ թիմում հանդերձարանում կա խնդիր, պատասխանատուն այդ ամեն ինչի մարզիչն է, որտեղ նա պետք է ստեղծի այդ հարաբերությունները։ Սա էլ այդ հարցի պատասխանն է, թե ինչու էր պետք այս բային ու նոր մարզիչ, դա կլիներ Արբելուան, կլիներ Սոլարին, թե կլիներ X ինչ որ մեկը, դրա մասին մենք շատ ենք խոսել ու քննարկել ենք, որ այդ բային հնարավորությունը այդպիսինն էր։ Չկար ոչ մի top մարզիչ, որ այդ բային կարող էր գալ Ռեալ Մադրիդ։ Ու անգամ եթե այդ top մարզիչն էլ գար, ինքը ինչ որ անցումային փուլ պետք է անցներ, որտեղ այն քաոսը, որը ստեղծվել էր 24-25 սեզոնի սելեկցիոն աշխատանքից հետո, վնասվածքների քաոսից հետո, Ալոնսոյի 7 ամսվա թիմին տակտիկապես սպանելուց հետո, պետք էր այդ ամեն ինչը անել։ Սա պարզ բացատրություն ունի։ Հիմա Արբելուային դնել, ասել Արբելուային հանել, արդեն մամուլը մարզիչներ է փնտրում, արդեն այնտեղ, չգիտեմ, այնպիսի բաներ են գրում Ռեալի երկրպագուները, այնպես են արտահայտվում, որ ես ապուշ եմ կտրում ուղակի, որովհետև ինչպես կարելի է ամեն անգամ, երբ որ թիմը ծանր իրավիճակում է հայտնվում, մի անգամից թաղել բոլորին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ղեկավարությանը, ընկերներ հասկացանք, բոլորը ունեն իրենց սխալները, բայց սա ժամանակն է, երբ որ թիմը մի միլիոն անգամ արդեն խնդրել է, որ պետք է լինել իրանց կողքին։ Էլ մամուլի միջոցով են խնդրել ղեկավարը, էլ Արբելուան իր բերնով է ասել, էլ Մբապեն է իր բերնով ասել, էլ բոլորը արդեն Ռեալի ֆուտբոլիստները ամենտեղ խոսում են այդ աջակցության կարիքի մասին։ Իսկ ամեն լավ խաղից հետո Ռեալի այդ ֆուտբոլիստները Մոնակոյի խաղից հետո դարձել էին հերոսներ, ամեն ինչ լավ էր, ընտիր էր մամուլով, ջան, ջուն, ասես վիճակներ էր տաշի տուշի, հիմա իրավիճակը դառավ էլի քաոտիկ, էլի ամեն ինչ շատ վատ է, էլի բոլորը հիշեցին այդ խնդիրների մասին, ինքնին բայց այդ խնդիրները չէին ավարտվել։ Ուղղակի եկել էր նոր մարզիչ, որը աշխատում է 5 խաղ է ընդամենը խաղացի հետ չեմ, այո 5 խաղ թե 6։ Մի խոսքով դա կարևոր չի ու այդ ընթացքում պարզ էր, որ այդ խնդիրները միանգամից հոդս չէին ցնդելու, այդ խնդիրները ուղղակի չէին վերանալու ավտոմատ։ Այդպիսի բան չի լինում համաշխարհային ֆուտբոլում։ Չի կարող խնդիրները միանգամից լուծվել։ Եվ այս պարագայում մամուլի անդրադարձը, մարզիչների այնտեղ Sky Sport-ը արդեն Ունայ Էմերիին է բերում Ռեալ մարզիչ, որը այդ բոլոր top թիմերում ձախողվել է եւ լավ է աշխատում միջին թիմերում, հստակ տակտիկ մարզիչ է Ալոնսոյի կարգի բնավորությամբ ու թե ինչին է պետք Ռեալ Մադրիդին այս մարզիչը, ես ընդհանրապես չեմ հասկանում ու ընդհանրապես չեմ պատկերացնում։ Իմ կարծիքով սա fake նորություն է, անկեղծ չեմ հավատում այդ նորությանը։ Երեք նորություններ եկավ այնտեղ Ժոզե Մուրինյոյի հետ կապված, որ կարող են նրան վերակենդանացնել, ընկերներ, եթե մեկ խաղ Ժոզե Մուրինյոն Ռեալ Մադրիդին այո լավ խաղով հաղթեց իր փորձի ու մոտիվացիոն առումով թիմին տրամադրելու շնորհիվ, դա չի նշանակում, որ 10 տարի անկում ապրած մարզչին հիմա եկեք բերենք Ռեալ Մադրիդ։ Կներ Արբելուան ձախողվել է այո այս խաղում, բայց աշխարհը փուլ չի եկել։ Ռեալը շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայում, այո խաղա 2 խաղ ավելի, բայց անգամ ցանցի տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք Ռեալը լիներ 5-րդ տեղում, նա անպայման այդ դեպքում կմրցեր օրինակ Բարսելոնայի կամ 1-8-ում մրցելու էր Բարսելոնայի կամ Չելսիի հետ։ Իսկ հիմա Ռեալը 1-8-ում կամ մրցելու է Սպորտինգի հետ կամ Սիթիի հետ։ Այսինքն անգամ այս տեսանկյունից այդ երկու ավել խաղը Ռեալ Մադրիդի համար դարձավ այնպիսի բան, որ Ռեալը իր համար կամ խաղա շատ սովոր Մանչեսթեր Սիթիի հետ կամ հարմար ավելի մրցակից Սպորտինգի հետ։ Քավլից ես չեմ թերագնահատում Սպորտինգին, ես չեմ ուզում ասել, որ Սպորտինգը թույլ թիմ է, բայց Ռեալը իր ֆուտբոլիստներով, իր անհատական վարպետությամբ եւ եթե մոտիվացիայով դուրս գա Սպորտինգի հետ 2 խաղով, պետք է որ հաղթի։
Պետք է որ այդ խաղերը Ռեալի համար լինեն անցանելի։ Նույն Բուդո Գլիմպն ու Բենֆիկան Ռեալի համար երկու խաղում արդեն ուրիշ մոտիվացիոն խաղերին մոտենալիս պետք է լինեն անցանելի։ Այսինքն Ռեալ Մադրիդում ինչ որ մեծ բում էս բան չի եղել։ Ռեալում այդ մեծ բումը եղել է 24-25 սեզոնի սելեկցիոն աշխատանքում։ Եղել է երբ որ Չաբի Ալոնսոին նշանակել են ու 7 ամսից տակտիկապես թիմը քանդվել է։ Եղել է Տոնի Կրոսի ու Մոդիչի հեռանալը, եղել է այդ ֆուտբոլիստներին փոխարինողներ չբերելը։ Այդ ժամանակ այդ բումը եղել։ Այս խաղում ոչ մի բում չի եղել։ Մենք ուղղակի անցյալի բոլոր խնդիրները, որոնք ունեինք, արտահայտվում են այսպիսի խաղերով։ Ու լավ է, որ այս խաղը եղավ այս ժամանակ։ Դուք պատկերացրեք, որ այս խաղը լիներ 1-8-ում, Ռեալ Մադրիդը 1-8-ում այսպես ձախողվեր։ Այդ ժամանակ ես կհասկանայի, ես երկրպագուների ես ճնշումը, մամուլի ես արդեն թիմին թաղել է ամբողջովին, ես կհասկանայի, բայց այս պահին հպարտությունը ճիշտ ապտակ էր։ Այո, սա ողբերգություն չէ, սա ճիշտ պահին ապտակ է Ռեալ Մադրիդին, որ Ռեալ Մադրիդը ուշքի գա, հավաքվի եւ փորձի ինչ որ խնդիրներ լուծել։ Այս պահին բարդ է պատկերացնել, թե Ռեալը այսքան խնդիրներով ոնց պետք է Չեմպիոնների լիգայում ինչ որ արդյունքի հասնի։ Բայց օրինակ Լա Լիգայում ամեն ինչ կորած չի իմ կարծիքով, որտեղ իսպանական թիմերը ակնհայտ թուլացել են։ Բարսելոնան, այո, որքան էլ ավելի լավ վիճակում է իմ կարծիքով արդյունքի տեսանկյունից իրենք հիասքանչ սեզոն են անցկացնում նորից, բայց իրենք էլ այն ամենաուժեղը չեն ու ամեն ինչ հնարավոր է։ Հնարավոր է որ Լա Լիգայում եւ ֆավորիտը Բարսելոնա, բայց հնարավոր է որ Ռեալը Լա Լիգան ավարտի տիտղոսով։ Ու հաշվի առնելով այդ անցյալի բոլոր սխալները, որոնց մասին ես արդեն 11 ամիս պատմում եմ, ու այդ ամեն ինչը հերթով կատարվում է, այս պայն թաղել թիմին ու այդ հույսը կորցնելը աբսուրդ է։ Զուտ հույսը կորցնում են այն մարդիկ կամ թիմի վրա կեղտ են շպրտում այն մարդիկ, որ ինչ որ բանից նեղացած են։ Օրինակ Ռեալ Մադրիդի հետ կապված կան աշխարհում բլոգերներ, որոնք 10 տարի առաջ իրանց սիրած ֆուտբոլիստը թիմից գնացել է, օրինակ Զուրաբի օրինակով 10 ամիս առաջ գնացել է ու այդ մարդը չի հաշտվում ուղղակի ոչ մի կերպ այդ մտքի հետ ու միշտ ամեն ինչ շպրտում է Ֆլորենտինո Պերեսի վրա։ Ու էլի կան այդտեղ շատ տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներով, որ ինչ որ բան Ալոնսոյի օրինակ նույն հետնորդները, որ իրանց դուր չի եկել, որ Ալոնսոյին հեռացրել են, հիմա ինչ լինում է, արդեն всё վերջացավ, ամեն ինչ պրծավ, աշխարհը փուլ եկավ, շուռ եկավ, բայ Ռեալին դարպասապահը գոլ խփեց, հա, հետո ինչ դարպասապահն էլ է ֆուտբոլիստ։ Նորմալ է դա։ Ամեն ինչ լինում է համաշխարհային ֆուտբոլում, ամեն ինչ հնարավոր է։ Հնարավոր է մի օր մարզիչն էլ գոլ խփի Ռեալին։ Ոչ մի բան չի բացառում։ Հնարավոր է մի օր ես էլ գնամ Ռեալին գոլ խփեմ միամիտ։ Դրանով աշխարհը փուլ չի գալի։ Այո, այդ պահին ցավալի է, այդ պահին տխուր է, այդ պահին դու հիասթափվում ես, բայց եկեք նայեք Ռեալ էս ամեն ինչին։ Ռեալը շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայում, ունի այնպեսի մրցակիցներ, որոնք անցումային փլեյոֆում կարող են անցնել։ Հիմա ինչ արեց, չարեց, երկու խաղ ավել խաղալը դարձավ Ռեալի համար կատաստրոֆիկ ողբերգություն։ Սա կատաստրոֆիկ ողբերգություն, սա պետք էր։ Ռեալին սա ճիշտ պահին եկած ապտակ էր, որը Ռեալ Մադրիդին պետք էր։ Ես համբերություն եմ մաղթում Ռեալ Մադրիդի երկրպագուներին, մեծ բարդ սեզոն է սպասվում, ես ինչպես զգուշացրել էի արդեն Ալոնսոյի գալու ժամանակներից եւ սելեկցիոն սխալ աշխատանքներից սկսած 24-25 սեզոնում, մեծ բարդ ժամանակներ էին սպասվելու, դա պարզ էր։ Այո, հույս ունենալ կարելի է, որ ինչ որ բան, ինչ որ բայ լավ կլինի, բայց եկեք նայեք ամեն ինչին իրատես։ Հիմա դուք պետք եք այս թիմի կողքին, եթե իրական երկրպագուներ եք։ Բայց մամուլում տարածվում են այնպիսի բաներ, որ արդեն պատրաստվում են Ռեալ Մադրիդին սուլել Լա Լիգայի հաջորդ խաղում, տնային խաղում։ Հարց է առաջանում, դուք երկրպագուներ եք, որոնք միայն ուրախ պայերին են այս թիպի կողքին։ Ես կարծում եմ այո։ Չի կարելի թիմին ծանր իրավիճակում չաջակցել։ Հիմա պետք է Ռեալին աջակցություն։ Եթե դու Ռեալի երկրպագու ես, դու պետք է աջակցես Ռեալ Մադրիդին, կապ չունի, նա վատ է խաղում, լավ է խաղում, թե նորմալ է խաղում։ Եվ սա վերաբերվում է ընդհանրապես աշխարհի բոլոր թիմերին։ Երբ որ քո սիրելի թիմը ծանր վիճակում է, մեկ անգամ սուլեցիր, երկու անգամ սուլեցիր, երեք անգամ սուլեցիր, մի խաղում 90 րոպե սուլեցիր, դրանից դու քեզ երի 1000 անգամ ասեցին, որ այդպես մի արեք, բայց դու էլի գալու ես ու նույն ձև սուլելու ես, կներես դու իմ համար Ռեալի երկրպագու չես։ Դու իմ համար մարդ ես, որը սիրում է հաղթանակը, այլ ոչ թե Ռեալ Մադրիդը։ Իսկ Ռեալ Մադրիդը միշտ եղել է պատմականորեն հաղթանակի մասին։ Դու հաղթանակը սիրող անձնավորություն ես, դու Ռեալ Մադրիդը չես սիրում։ Ռեալ Մադրիդը սիրում են այն մարդիկ, ովքեր ծանր վիճակում են Ռեալ Մադրիդի կողմից, դժվար վիճակում, ամենաողբերգական վիճակներում, երբ որ Ռեալը եղել է ավելի վատ վիճակներում, եւ որոնք այդ վիճակները շատ մարդիկ, շատ ֆանատներ չեն տեսել, այսօր ինչ ասես գրում են այդ ֆուտբոլիստների ու այն մարդկանց, ովքեր այս թիմի համար պատմություն են գրել ու այս թիմի համար շատ բան են արել։ Կան ֆուտբոլիստներ, որ չեն գրել այդ պատմությունը, բայց անգամ իրանք մեղավոր չեն,
այդպիսի մեղադրանքների արժանի չեն։ Քննադատեք ֆուտբոլային, հարց չկա։ Ես ֆուտբոլային կարող եմ քննադատել, ասել Ռաուլ Ասենսիոն ունի որոշակի խնդիրներ, դիրքային է վատ խաղում, երբեմն գնում է վատ սահանկումների, բայց ես երբեք չեմ վիրավորի Ռաուլ Ասենսիոին անձնական վիրավորանքով։ Վիրավորեք Վինիսիուսին, մի վիրավորեք ավելի ճիշտ, քննադատեք Վինիսիուսին ու Մբապեին, ովքեր օրինակ լավ պրեսինգ չեն անում ինչ որ բայ գնդակ են կորցնում ու հետ չեն նահանջում։ Ֆուտբոլային քնա, բայց մի վիրավորեք նրանց անձին։ Նրանք երկուսն էլ մեծագույն ֆուտբոլիստներ են ու ֆուտբոլի պատմության մեջ արդեն գրել են իրենց անունը։ Ու այսպես ես կարող եմ բերել լիքը օրինակներ։ Ֆուտբոլում, եթե դու հետևում ես այնպիսի մարդկանց, ովքեր ֆուտբոլիստներին մեղադրում են անverջ վիրավորանքներով, զզվելի խոսքերով, դրանք ընկերներ, այն մարդիկ են, ովքեր ձեզ սխալ ճանապարհ են ցույց տալիս երկրպագուության։ Սա արդեն երկրպագուի խոսք է, ոչ թե վերլուծողի, ես հիմա որպես երկրպագու եմ արդեն խոսում, սա երկրպագուի խոսք է։ Դու պետքա լինես քո թիմի կողքին, դու չպետքա վիրավորես քո թիմի ֆուտբոլիստներին։ Դու արժանի երկրպագու չես, եթե դու ամբողջ կեղտը թափում ես ամեն պարտությունից հետո ֆուտբոլիստների վրա, եւ հաղթանակի դեպքում օրհնում ես այդ ֆուտբոլիստներին։ Դու ինչ որ ֆանատիկ մեկն ես, որը քո կյանքում չգիտեմ ինչ շրջան է, ինչպես ես դու դարձել Ռեալ Մադրիդի երկրպագու, բայց դու այնպիսի մի մարդ ես, որը երբ որ անգամ հնարավոր է քո ընկերը վատ վիճակում լինի, դու դրան մենակ թողնես։ Բայց երբ որ ուրախ լինի, լավ լինի, քեֆ լինի, կեթաս այսպես ջան, ջուն, ջիգեր կպարես։ Այս ես դու։ Երբ որ դու այդպես ես երկրպագում քո սիրելի թիմին։ Սա իմ վերջին խոսքն է Ռեալ Մադրիդի հետ կապված եւ երկրպագուների հետ կապված։ Ես սպասում եմ դեռևս Arbeloa-ի աշխատանքին, ես չեմ թաղում Arbeloa-ին, ես չեմ փնտրում նոր մարզիչներ, ես սպասում եմ խաղ առ խաղ։ Եվս մեկ կարևոր բան։ Միասին ընկերներ, Ռեալ Մադրիդի երկրպագուներ, ովքեր հավատում են ինձ ու լսում են ինձ, խաղ առ խաղ մոտեցեք այս թիմին։ Հիմա ոչ մի վերլուծություն չի կարող իրականություն դառնալ ապագայի հետ կապված, որովհետև դա անհնար է։ Հիմա անհնար է վերլուծել, դնել, ասել ինչը լինելու 4 ամիս հետո կամ 2-3 ամիս հետո։ Այո, կարող ենք ենթադրել, որ գուցե թիմը կձախողվի նորից, գուցե ինչ որ ձև կհաջողի, բայց այս պահին դա սուտ բան է։ Պետք է ուղղակի խաղ առ խաղ, նորից եմ կրկնում, խաղ առ խաղ հետևել Ռեալ Մադրիդի խաղերին եւ ամեն խաղից հետո հասկանալ ինչ դրական բան կա, ինչ բացասական բան կա։ Այսօր ես խոսեցի դրական բաների մասին, մի օր այսօր խոսեցի ես բացասական ավելի ճիշտ բաների մասին, գուցե ասեցի ինչ որ դրական բաներ հիմա չեմ հիշում, բայց մի հատ եւս մեկ դրական բան ուղղակի կասեմ, այն ժամանակ Ռեալ Մադրիդը Ալոնսոյի օրոք պարտվում էր հեծանիվների պատճառով ու պարտվում էր շատ դեպքերում այդ ամբողջի փոխհամաձայնությամբ, այսինքն ֆուտբոլիստների խաղի չստացվել, հեծանիվներ, վատ մթնոլորտ եւ այլնի պատճառով Ռեալ Մադրիդը երեկվա խաղում պարտվեց, դու դերակատարումների իհարկե սխալ բաշխման պատճառով, իսկ Ռեալ Մադրիդը 3 պարտվեց, ուղղակի որոշակի ֆուտբոլիստների այդ խաղում իրեն չստացվելու պատճառով ու մրցակցի ավելի մեծ մոտիվացիայի պատճառով, քան ուներ Ռեալ Մադրիդը։ Բայց դերակատարումների բաշխումների խնդիր թիմը 3 չուներ։ Թիմը ուղղակի 3 ուներ մարզիչ, որը մարդ է եւ եւս կարող է իր փոխարիններում սխալվել եւ ունենալ այսպիսի անհաջող խաղեր։ Ես ցանկանում եմ, որ Arbeloa-ի բոլոր անհաջող խաղերը լինեն հենց այսպիսին, որովհետեւ այսպիսի պայերի, որը շատ մեծ հետք չի թողնում թիմի ապագայի վրա կամ տիտղոսի վրա։ Սա շատ կարևոր է։ Ընկերներ, լավ մնացեք, կհանդիպենք շաբաթվա վերջում արդեն, որտեղ կքննարկենք Top-5 լիգաները, չմոռանաք միանալ իմ YouTube-յան ալիքին, մենք գնալով շատանում ենք եւ մեզ սպասում են դեռևս շատ հետաքրքիր տեսանյութեր։ Հաջողություն։